Պարոն Պապյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մայիսի 4-ին եւ 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է։ Ինչ է կարծում, ինչ կտա այս գագաթնաժողովը ոչ թե կառավարությանը, այլ հայ ժողովրդին, որովհետև կառավարությունը ամեն կերպ ներկայացնում է, որ Հայաստանը ավելի ժողովրդավար է, Հայաստանում չկան բռնաճնշումներ, ավելի ազատ ենք մենք, բայց հայ ժողովուրդը այլ իրականության մեջ է ապրում։ Հետևաբար հարց. ինչ է տալու այս գագաթնաժողովը Հայաստանի եւ հայ ժողովրդին։ Հայաստանի իշխանությունները որևէ հստակ օրակարգ չունեն, որը կարող է ներկայացվել այստեղ այս համաժողովի ժամանակ որպես հայ ժողովրդի օգտին աշխատող։ Ուրիշ բան, որ իշխանությունները փորձում են առավելագույն օգուտ քաղել, հատկապես սա նախընտրական գործառույթի մեջ պետք է դիտարկել, բայց մեր խնդիրը այստեղ նա է ցույց տալու, ասելու, որ հայ ժողովրդի առնվազն մի զգալի մասը չի կիսում այդ տեսակետը, մենք գոնե եւ մեր համախոհները մշտապես ենթարկվել ենք, ենթարկվում ենք խտրականության, հետապնդումների եւ ներկայացնել ժողովրդավար Հայաստանը իհարկե հնարավոր չէ։ Եվ բոլոր համեմատությունները ավելի բռնատիրական երկրների հետ տեղին չի, որովհետև Եվրոմիության երկրները հատկապես Հայաստանի հետ հստակ գործընկերության փաստաթղթեր ունեն ստորագրած եւ այդպես պիտի դիտարկեն եւ ոչ թե ավելի հետամնաց եւ ավելի բռնատիրական երկրների հետ համեմատելու։ Մյուս կողմից Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ եւ Եվրոմիության երկրները եւս մասնավորապես մշակութային կրոնական հուշարձանների պահպանման առումով եւ գոնե առայժմ կրկին իհարկե կլսենք ավելի մանրամասն կարդանք, առայժմ Հայաստանի իշխանությունները անգամ կեսբար չեն խոսել ոչ արցախցիների իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, որի մասին Ալիևը անդադ խոսում է հակառակ պատկերով, ոչ էլ հայկական հուշարձանների ու պատմական կոթողների ոչնչացման մասին։ Պարոն Պապյան, ուզում եմ անդրադառնանք նաև Մակրոնի ժամեր առաջ արված հայտարարությանը այն մասին, որ 2018 թվականին Հայաստանը ռուսական ազդեցության տակ էր, ֆորպոստ էր, այսպես ասած Ռուսաստանի, իսկ այժմ Հայաստանը անկախ է, որովհետև 2018 թվականին իրական հեղափոխություն է տեղի ունեցել եւ դրա իրականացնողը Փաշինյանն է։ Ուրեմն հարցը այսպես տանք, իսկ ինչ է փոխվել իրական կյանքում, ոչ թե խոսքերում 2018-ի եւ 2026-ի միջև։ Այսինքն այն նույն կառույցներում, որը ղեկավարում է Ռուսաստանը, Հայաստանը շարունակում է մնալ այդ նույն կառույցներում, լինի ռազմական, լինի քաղաքական, տնտեսական առումով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի է մեծացել, քան 18-ին էր, առնվազն կրկնապատկվել է տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, պարզապես խոսույթի առումով, այո, Նիկոլ Փաշինյանը ավելի շատ է խոսում Եվրոպայի իբր գնալու մասին դեպի Եվրոպա, բայց մենք գործնական քայլեր չենք տեսնում։ Պարզապես Մակրոնը իմ կարծիքով երկու խնդիր է լուծում։ Առաջինը բնականաբար Եվրոմիության կողմից իր աջակցությունն է ուզում ցույց տալ Նիկոլ Փաշինյանը, որտեղ բազմիցս ենք ասել, Նիկոլ Փաշինյանը բոլորին հարմար է, բոլորին ձեռնատու է, բացառությամբ հայ ժողովրդի, որտեղ կապ չունի Եվրոմիության համար, թե խնդիրներում հաշվին են լուծվում։ Կարևորը որ խնդիրները լուծվում է, այսինքն լինի կայունություն, սա մեկը, մյուսը նա է, որ նաև ինքը ներքին խնդիրներն ունի, Մակրոնը, ասենք, երկրի ներսում, եւ սրանով ինքը գնալու է եւ Ֆրանսիայում, այսպես ծախելու է բոլորի վրա, որ տեսեք, ինչպես Թրամփն ասում, խաղաղություն հաստատեցի, պիտի ասել, որ Եվրոմիությունն էլ աջակցում է, այսպես հակա-ռուսաստանյան ուժերին, այնինչ հակա-ռուսաստանյան ուժը, հակա-կրեմլյան ուժը մենք ենք։ Եվ մեզ էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերման ենթարկում Գյումրիում, եւ մեզ էին բերման ենթարկում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, եւ մեզ այսօր թույլ չեն տալի, որ շփվենք օտարերկրյա ոչ միայն ներկայացուցիչներ, այլ գոնե մամուլի ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումը որևէ կերպ կանդրադառնա ազգային ժողովի ընտրությունների վրա։ Կարծում եմ այո, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանի ամբողջ ուզածը դա է եւ
նախորդ կարծեմ Ալբանիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ էլ ինքը առաջարկեց Հայաստան եւ ընդունեցին, որովհետեւ սա հենց նախընտրական փուլում է, սա որպես եւ շատերը գրում են ինչ որ լուրջ նվաճում է փորձելու ներկայացվել, որը կարելի ասել այո դրական բան կա, որ այսքան եվրոպական առաջնորդներ այստեղ են, բայց մեծ առումով, այսինքն ստորագրված փաստաթղթերի գործնական քայլարումներով ես դրանք չեմ տեսնում։ Մի քիչ հույս կա, տեսնենք Մակրոնը խոստանում էր, որ Ֆրանսիայի այդ երկողում փաստաթուղթ կստորագրվի, հասկանանք ինչ է ալնում, առայժմ դեռ չկա։ Պարոն Պապյան, իսկ դուք չեք կարծում, որ սա Հայաստանի ներքին գործերին խառնվելու մի դրվագ է, որովհետև նման հայտարարությունը հենց Մակրոնի կողմից կամ Եվրոպական միության պատվիրակների եւ տարբեր երկրների առաջնորդների ներկայությունը, սա աջակցություն է Նիկոլ Փաշինյանին արդեն հունիսի 7-ին ընտրություններից առաջ։ Ինչու է խառնվում մեր ներքին գործերին։ Եթե հիշում եք, երբ որ Վենսը եկավ Հայաստան եւ նման մի հայտարարություն արեց, աջակցություն Փաշինյանի, մենք եւ անձամբ ես, որը մշտապես ամերիկացիական հարաբերությունների կողմնակից եմ, մենք հայտարարությամբ հանդես եկանք, որ դա անընդունելի է նման բացահայտ աջակցությունը, ինչպես Ռուսաստանի կամ այլ երկրների կողմից, նույնպես Միացյալ Նահանգների կամ Եվրոմիության երկրների, հետեւաբար նույնը Մակրոնի առումով։ Ներկայությունների առումով մենք չենք կարող իհարկե որևէ մեկին արգելել եւ դա ուղղակի չի ներկայացվել, բայց նման ուղղակի հայտարարություններ անելը կարծում եմ դա ճիշտ չի, որովհետեւ եթե ուրիշ երկիր, եթե հայտարարությունները հաստատ Ֆրանսիայի դուրը չեր գա, ինչպես մեր դուրը չի գալիս որևէ երկիր, լինի Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան կամ Չինաստան, եթե նման ուղղակի մեկ կողմին աջակցություն են արտահայտում։